Գյորջյան կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թրամփը հերթական գրառումն է արել եւ ընդգծել, որ երկրի սպառազինության պաշարները անսպառ են, Ամերիկայի Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները միջին եւ բարձր միջին մակարդակում երբեք այսքան մեծ ու լավ չեն եղել։ Մենք ունենք այդ զենքերի գրեթե անսահմանափակ պաշար։ Պատերազմները կարելի է վարել անվերջ, նշել է ԱՄՆ առաջնորդը։ Իրանին ուղղված նոր նախազգուշացում է հնչել Թրամփից, Սպիտակ տան ղեկավարի խոսքով։ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին, մեծ ալիքը դեռ առջևում է եւ կլինի շատ շուտով։ Թրամփն ասել է, թե դեռ հստակ չէ, թե այս պահին ով է ղեկավարում Իրանը, սակայն Իսրայելը ամերիկյան հարվածներից ղեկավար կազմի շուրջ 50 ներկայացուցիչ ոչնչացվել է։ Միացյալ Նահանգների նախագահը նաև չի բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի։ Նա հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները անսպառ միջոցներ ունի եւ կարող է անվերջ պատերազմել։ Թրամփը նշել է, թե ի սկզբանե կանխատեսում էին, որ պատերազմը կտևի 4-ից 5 շաբաթ, բայց հավանաբար այն ավելի կերկարաձգվի։ Ամերիկան չի ներքաշվի երկարատև հակամարտության մեջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը Fox News-ի հարցազրույցում։ Նրա խոսքով նախագահ Թրամփի հիմնական նպատակը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելն է երկարաժամկետ երաշխիքներով։ Վենսը նշել է, որ խոսքը բազմամյա պատերազմի մասին չէ եւ Միացյալ Նահանգները չի պատրաստվում կրկնել Իրաքի ու Աֆղանստանի սխալները։ Նա նաեւ կասկածի տակ է դրել Իրանի հայտարարությունները, ընդգծելով, որ միջուկային օբյեկտները կարող են ծառայել ոչ միայն խաղաղ նպատակների, այլև զենքի մշակմանը։ Նախագահ Թրամփը ցանկանում է ոչ միայն երկրի իրանական միջուկային սպառնալիքից զերծ պահել, այլև երաշխավորել, որ Իրանը երբևէ հնարավորություն չունենա ձեռք բերելու միջուկային զենք։ Դա ենթադրում է իրանական ռեժիմի մտածողության արմատական փոփոխություն։ Դոնալդ Թրամփը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի բազմամյա հակամարտության մեջ։ Մենք չենք պատրաստվում կրկնել Իրաքում եւ Աֆղանստանում թույլ տրված սխալները։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակման հաջորդ փուլն էլ ավելի դաժան կլինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն։ Քաղաքական գործչի խոսքով Վաշինգտոնը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված էլ ավելի հզոր հարվածների։ Հիշեցնենք, որ Թրամփը հայտնել էր, որ ռազմական գործողությունը կարող է տևել նախնական գնահատականներով նախատեսված 4-5 շաբաթից ավելի։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը արդարացրել է Իրանի վրա ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը։ Իրանի միջուկային ծրագիրը Թրամփը Միացյալ Նահանգների համար աճող սպառնալիք է որակել։ Նա նաև նշել է, որ արդեն իրանական 10 նավ է ոչնչացվել։ Սա մեր վերջին լավագույն հնարավորությունն էր հարվածելու եւ վերացնելու այս հիվանդ եւ չարագործ ռեժիմի կողմից ներկայացվող անհանդուրժելի սպառնալիքները։ Մեր առաջնային նպատակը Իրանի հրթիռային կարողությունների ոչնչացումն է։ Մեր երկրորդ նպատակը Իրանի նավատորմի ոչնչացումն է։ Մենք արդեն ոչնչացրել ենք 10 նավ, դրանք ծովի հատակում են։ Եվ երրորդը մենք ապահովում ենք, որ ահաբեկչության աշխարհի թիվ 1 հովանավորը երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել։ Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը եւ սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել Այաթոլլա Ալի Խամենեին, նրա թիկնապահներին եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ տեղեկացմամբ լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը Մոսադին թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների եւ այլ անձանց մասին։ Տեսախցիկի դիտանկյուններից մեկը գործակալներին հնարավորություն է տվել հետեւել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները Գերագույն առաջնորդի նստավայր ժամանելիս։ Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն է եղել, որն էլ ի վերջո հանգեցրել է Խամենեիի սպանությանը։ Իրանի դեմ հարվածները անհրաժեշտ էին, քանի որ Թեհրանը կարող էր մի քանի ամսում միջուկային ծրագիրը հասցնել անխոցելի մակարդակի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ Իրանը կառուցում է ստորգետնյա օբյեկտներ, որտեղ կարող է մշակվել բալիստիկ հրթիռներ եւ ատոմային զենք։ Fox News-ի հետ հարցազրույցում Նեթանյահուն հերքել է, թե Իսրայելը քաշել է Դոնալդ Թրամփին հակամարտության մեջ, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների նախագահը գործում է իր երկրի շահերից ելնելով։ Նա հավելել է, որ գիտի պատերազմի գինը, սակայն երբեմն այն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար։ Բրյուսելում գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բացառել է դաշինքի միանալը Իրանի դեմ ծավալված Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողություններին։ Շատ կարևոր է այն, ինչ ԱՄՆ-ն անում է Իսրայելի հետ միասին Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռների զարգացման կարողությունները վերացնելու եւ թուլացնելու համար, սակայն ՆԱՏՕ-ն բացարձակապես մտադրություն չունի ներքաշվելու այս գործընթացի մեջ կամ լինելու դրա մաս։
Թեհրանը ենթարկվել է զանգվածային ռմբակոծման իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ մեկնարկել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների նոր փուլը։ Միաժամանակ հրթիռային հարվածի է ենթարկվել Իրանի արևմուտքում գտնվող Սարպոլե Զահաբ քաղաքի հիվանդանոցը։ Իսրայելական ռեժիմի հասցրած հրթիռային հարվածը մեծ վնասներ է պատճառել քաղաքացիական բժշկական կենտրոնին։ Հարվածի հետևանքով փշրվել են պատուհանները, վնասվել է կենսական նշանակության ենթակառուցվածքը։ Նախորդին էլ ռմբակոծվել է Թեհրանի Գանդի հիվանդանոցը, մեծ վնաս է կրել ծննդաբերական բաժանմունքը։ Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում էլ ռազմաօդային ուժերի բազայի վրա թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, հաղորդում է TASNIM գործակալությունը։ Իսրայելական բանակը մտել է հարավային Լիբանան Հեզբոլահի դեմ դիրքեր ամրապնդելու նպատակով, սակայն այս գործողությունը չի առնչվում Իրանի դեմ առյուծի մռնչյուն գործողությանը։ Լիբանանյան բանակը նույնպես դուրս է բերում իր ուժերը Սամանի Այտա Աշ-Շաաբ հատվածից առաջնագծի բնակավայրերի վերահսկման նախապատրաստվելու համար։ Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան խոցվել է հրթիռով։ Բահրեյնից ստացած հաղորդագրությունները վկայում են, որ անդադար կերպով պայթյուններ են տեղի ունեցել։ Բազմաթիվ պայթյուններ են որոտացել ամերիկյան նավատորմի տեղակայման վայրում։ Բացի այդ, հաղորդվում է նաև Իրաքի Էրբիլ քաղաքում ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրում տեղի ունեցած պայթյունի մասին։ Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը վնասվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից։ Իրան-Ամերիկա-իսրայելական պատերազմը շարունակում է ցնցել համաշխարհային վառելիքային շուկան, մասնավորապես Brent տեսակի նավթի գինը վերջին օրերին աճել է շուրջ 9%, գերազանցելով բարելի դիմաց $80 սահմանը, իսկ եվրոպական բնական գազի ֆյուչերսները թանկացել են մոտ 40% եւ հասել $650 1000 խորանարդ մետրի դիմաց։ Փորձագետները ենթադրում են, որ նավթի արժեքը շուտով կգերազանցի $100 մեկ բարելի դիմաց, իսկ պատերազմի ամիսներով ձգձգման հետևանքով հավանական է համարվում նույնիսկ $150 արժեքը։ Շուկայում առկա տագնապը հիմնականում պայմանավորված է Հորմուզի նեղուցի փակման ռիսկերով, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների 1/5 մասը։ Այդ դեպքում, քանի որ հիմնական մատակարարման շուկան Ռուսաստանն է, Ռուսաստանը եւս իր վաճառած նավթի գինը կապում է միջազգային շուկայում նավթի գիներին։ Միջազգային գիները բարձրանում են, բնականաբար Ռուսաստանի կողմից վաճառվող նավթի գիները եւս բարձրանալու են, եւ դա նաեւ հանգեցնելու է այս բենզինի դիզվառալիքի գների աճին, կարող են վերաբերել լինել հեղուկ գազի գնի հնարավոր տատանումները, որը եւս Հայաստանում այս էներգետիկ սպառման մեջ որոշակի էական մասնաբաժնի է հասել։ Ազգային ժողովի նախագահը Մերձավոր Արևելքի պատերազմական գործողությունները համարում է շատ մեծ աշխարհաքաղաքական հարց։ Ըստ Ալեն Սիմոնյանի դա ամենամեծ պատերազմներից մեկն է, որը Հայաստանի հետ որևէ ձևով կապ չունի։ Ըստ ազգային ժողովի նախագահի վտանգի մասին ինքը տեղեկություն չունի, եւ ըստ նրա Իրանում իրավիճակն այնպիսին չէ, որ իրանահայերը տեղափոխվեն Հայաստան։ Վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Վրաստանում, հայկական պատվիրակությանը կընդունի Վրաստանի վարչապետ Կոբախիձեն։ Անձնական հանդիպումներից հետո երկու վարչապետները կանցկացնեն Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստ, որը համանախագահելու է Իրակլի Կոբախիձեն եւ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում ներկայացրել է նոր օրինագիծ, որը հստակեցնում է, թե ովքեր կհամարվեն ատեստավորված ու պատվովճար կստանան։ Պապիկյանի խոսքով գերազանց առաջադիմություն ունեցող սպաները կարող են 620-ից 750 հազար դրամ աշխատաբարձ ակնկալել։ Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացված զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունները ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Կառավարությունը պատրաստվում է մոտ 600 հազար քաղաքացու թոշակը բարձրացնել ուղիղ 10,000 դրամով։ Այս մասին հանդիպման ընթացքում քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Որոշ խմբի զինծառայողների դեպքում էլ բարձրացումը կարող է հասնել մինչև 15,000 դրամի։ Ներկայիս միջին կենսաթոշակը թոշակների այս նոր բարձրացումից հետո կհասնի մոտ 59191 դրամի։
իսկ հետվճարների ներառմամբ 66,000 դրամի, ինչը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը։ Թոշակների ավելացումը պայմանավորված է տնտեսական աճով, որը 2025 թվականին կազմել է 7,2%։ 7-ժամյա ջրանջատումը կարող է դառնալ մինչև 3-ից 4 ժամ։ Ջրավազանները լցնելու նպատակով ամառվա ամիսներին կարիք կլինի գիշերային ջրանջատումների։ Այս մասին ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղալամքարյանը։ Անդրադառնալով ջրի կորստին, Ղալամքարյանը նշել է, որ Հայաստանում ոռոգման համակարգում ջրի կորուստը 46-ից 50%-ի շրջանում է։ Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն եւ ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ։ Ինչ վերաբերում է կորուստներին, ոռոգման համակարգում դրանք գնահատվում են մոտավորապես 46-ից 50%-ի շրջանում։ Ինչ վերաբերում է Veolia-ի ստանձնած պարտավորություններին ջրամատակարարման ենթակառուցվածքների առումով, նրանք ստանձնել են 80% հայտարարված կորուստներով, իջեցրել են մինչև 60-55%, տարբեր հատվածներում բնականաբար տարբեր են։ Բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները հաճախակի խնդիրներ են ունենում վրացական հատվածում եւ չեն կարողանում բեռները Հայաստան տեղափոխել։ Անցած ամսավերջում եւս նման խոչընդոտներ էին ստեղծել բեռնափոխադրող հայ վարորդների համար։ Ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորները էկոնոմիկայի նախարարին հարցրել են, թե ինչու պետական մակարդակով հարցը ամբողջական չի կարգավորվում։ Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները սոցիալական ցանցերում լրատվամիջոցներին հայտնել էին, որ վրացական կողմում Վրաստանի որոշ շրջանակներ բեռնատարների հայ վարորդներից կաշառք են պահանջում։ Միջև երբ են մեր տնտեսվարողները, այսպես ասած, կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնել։ Facebook-յան իմեջում հարյուրավոր մարդիկ այդպիսի բան են գրել, ես դիմել եմ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները դիմել են այդ մարդկանց, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել մեկ հոգի, որ գնա ասի ես հաստատում եմ իմ գրածը։ Մարդիկ ինչի չեն շատ ժամանակ, ինչի են խուսափում, որովհետև գիտեն, որ այդ մարդիկ ֆիքսվեն, շատ ավելի լուրջ խնդիրների առջև են կանգնելու։ Այսինքն պետությունը իր պարտականությունները կատարելու տեղը այդ պատասխանատվությունը դնում է այդ կներեք այդ խեղճ ու կրակ մարդկանց վրա տեղի ունենալու միջկառավարական նիստը Թբիլիսիում հերթական նիստը Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների բոլոր հարցերը կքննարկվեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակվող հեղինակավոր միջազգային պարբերականի Los Angeles Times-ի հետ հարցազրույցում խոսել եմ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներից։ Անդրադարձ է եղել խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը Հյուսիս-Հարավ ծրագրին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է տարածքային ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Խոսել եմ նաև էներգետիկ ոլորտից, նկատել, որ Հայաստանը արագորեն առաջ է մղում վերականգնվող էներգիայի իր օրակարգը։ Հայաստանը դառնում է բաց ներդրողների համար գրավիչ ուղղություն։ Ռազմավարական ենթակառուցվածքները վերականգնվող էներգիան եւ խելացի տեխնոլոգիաները վերաձևավորում են հայաստանյան նոր իրականությունը, գրել է նախարարը։ Զվարթնոց օդանավակայանում Պեկի հետաքննության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի մոտ 3.1 կիլոգրամ թաքնված ոսկու ներմուծման դեպք։ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձը Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխում ոսկի։ Ոսկեաձողերը ներկված էին սեր եւ արծաթագույն գույներով եւ տեղադրված ճամպրուկի եզրերում, արտաքին տեսքով համանման դառնալու նպատակով։ Ներմուծող անձը նաեւ գրավոր հաստատել է այս գործողությունը։ Համացանցում տարածվող կեղծ տեսանյութերը դարձել են ժամանակակից տեղեկատվության լուրջ մարտահրավերներից մեկը, որը պայմանավորված է նաև տարածաշրջանում տեղի ունեցող բախումներով։ Դրանք կարող են ստեղծվել արհեստական բանականության գեներացված deepfake մոդելների միջոցով։ Մասնագետները կարծում են, դա ոչ միշտ է ստացվում։ Նման բովանդակությունը նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։ Մասնագետների խոսքով անձը պետք է առաջնային ստուգի տեսանյութի սկզբնաղբյուրը, համեմատի տեղեկությունը վստահելի լրատվական միջոցների հետ։ Մասնավորապես մեր օրերում, քանի որ ակնթարթային փոփոխություններ են լինում։ Եթե լավ աշխատած է, դուք կարողանա ինքնուրույն ստուգել։ Deepfake-երի մոդելները այնքան արագ են զարգանում, ոչ խորհուրդ կտամ, ոչ թե մտնել դետալների մեջ, այլ առաջնային մտածել, թե բովանդակությունը, որ դու նայում ես, որքանով է հնարավոր, մարդը կա փորձի ոչ թե
տեխնիկական դետալների հետևի այլ զուտ կենսական տրամաբանություն, արհեստական բանականություն, ստեղծած սանիտար տարածումները, որտեղ շատ նման էր ռուսական ռեպորտաժի, որտեղ ներկայացնում են, որ կառավարությունը նոր ծրագիր է սկսել, այսօրվա մեր առօրյական կյանքի հետ կապված բազմաթիվ տեխնիկներ կան, որոնք կարող են լուրջ վնաս ունենալ։ Խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում աշտարակ Եղվարդ ճանապարհին բախվել են Opel Astra-ն եւ Բեռնատար Ford Transit-ը։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է նախ աշտարակ բժշկական կենտրոն, հետո Արմենիա բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարծառայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում արդեն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Վանաձորի Դեմիրճյան փողոցում բախվել են Opel Zafira-ն եւ Opel Vectra-ն 9 հոգի տարբերաստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց մեքենաներով։ Նրանց առաջին օգնության են հասել նաեւ օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության եւ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Մարտի 2-ին Մայրաքաղաքում Նուբարաշեն թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ բախվել են Հոնգչին եւ Բազ 2106-ը։ Մեկ հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում աշխատել են նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Եվ Կոտայքի մարզում Բալահովիտ Նաբովյան քաղաքին կապող հատվածում երթևեկությունը քաոսի է վերածվել։ Մեկ ամիս առաջ Շամշյանքոմն ու այսօր լրատվականը բարձրաձայնել էին հսկա փոսերի մասին։ Դրանից կարժամնական տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ մի քանի օրերի ընթացքում ճանապարհը հիմնովին ասֆալտելու են, սակայն մեկ ամիս է անցել, վիճակն ավելի է վատթարացել ձնհալից հետո։ Օպերատիվ քայլեր են անհրաժեշտ։ Սա շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ սրա պատասխանատուն Կոտայքի մարզպետարանը եւ Աբովյանի քաղաքապետարանն են։ Ոչ, պատասխանատուն տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն է, որ իրենք պիտի անեն։